Մոնետիզացիայի միջոցով եկամուտ ստանալու հնարավորությունը YouTube-ում թվային մեդիա և բովանդակություն ստեղծողների շրջանում շարունակում է քննարկվող թեմաներից մնալ։ Մոնետիզացիան, սակայն, ունի նաև իր առերևույթ անտեստ դժվարությունները։ Շատերի մոտ ձևավորված թյուր համոզում կա, թե տեսանյութ կամ շորթս հրապարակելը արագ եկամուտ է ապահովում։ Մասնագետները, սակայն, իրենց պարտքն են համարում հիշեցնել, որ ալիքը մոնետիզացնելու համար անհրաժեշտ է տևական ժամանակ, քանի որ մոնետիզացիայի ակտիվացման համար ալիքները պետք է որոշակի պայմաններ բավարարեն, օրինակ ունենան 1000 բաժանորդ և 4000 դիտում վերջին 12 ամսում կամ շորթս տարբերակով 10 միլիոն դիտում վերջին 90 օրում։ Մասնագետները նկատում են, մոնետիզացիան միացնելուց հետո ամենատարածված սխալը այն է, երբ մարդիկ օգտագործում են ոչ լիցենզիոն կոնտենտ։ Այդ կոնտենտի հեղինակները կամ ավտոմատացված կոնտենտ ID մատչերով, որևէ այդպիսի եղանակով կամ ձեռքով բողոքներ են ներկայացնում եւ հետո դրա հետևանքով օգտարաշիվը կոնկրետ վիդեոյի մոնետիզացիան կարող է անջատվել կամ նայած բողոքների քանակից ու պարտությունից կարող է նույնիսկ ընդհանրապես մոնետիզացիայի զրկել։ Եթե մարդ ունի ալիք եւ ուզում է մոնետիզացիան աշխատացնի, մտնի ու մանրամասն կարդա, թե ինչն է YouTube-ը համարում սխալ, չի թույլ տալիս մոնետիզացնել։ Սոցիալական այլ հարթակներում օգտագործվող երաժշտությունը մասնագետների դիտարկմամբ այստեղ կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ հարթակի համար ստեղծված երաժշտությունը կարող է լինել լիցենզավորված, մինչդեռ մյուսում կարող է արձանագրվել իբրև հեղինակային իրավունքների խախտում։ Նրանք նաև նշում են, որ արհեստական ճանապարհով դիտումների ավելացումը նույնպես կարող է կայքի արգելափակման առիթ դառնալ։ Ինդոնեզիայում, Մալազիայում դիտումների ֆերմաներ կան։ Հեռախոսները շարած են ինչ-որ մի հատ անգարում, վրաները սկրիպտ աշխատում, որով ավտոմատ բացում է ձեր էջերը, փակում է կամ YouTube-ները եւ գովազդա պտտացնում։ Մի քանի կոպեկով ձեր լիքը դիտում են ավելացնում, բայց YouTube-ը ավտոմատ վերահսկման մեխանիզմներ ունի։ Դա կարող է շատ արագ նույնականացնել եւ արգելափակել։ YouTube-ի ալգորիթմները բավականին շատ են, ասում են մասնագետները, եւ պարզաբանում տեսանյութերի առաջխաղացման հիմնական սկզբունքները։ Հոլովակները պետք է ունենան հետաքրքիր նկարագրական վերնագիր, տեքստային մանրամասն բացատրություն եւ էջի ակտիվությունը պետք է լինի շարունակական, մեկնաբանությունների, տարածումների եւ հավանումների տեսքով։ Ալիքներից մեկում տեսնում եմ ինչ-որ եկամտի ավելացում, բայց չեմ կարող հստակ ասել դա այն պատճառով, որ արդեն Հայաստանում դիտումներն են մոնետիզացվում, թե ուղղակի քան որ Հայաստանում հիմա ինֆորմացիոն ոսկը արագացել է, դիտումները առհասարակ աճում եւ մոնետիզացվում են այլ տեղերից, դերևս չեն կարողանում կողմնորոշվել։ Ամեն դեպքում ակնհայտ է, որ ինչ-որ փոփոխություններ ընթացքի մեջ են։ Այսպիսով, YouTube-ում մոնետիզացիան շարունակում է մնալ իրական եկամուտ ստանալու հնարավորություն, սակայն այն պահանջում է ոչ միայն ժամանակ, այլև հստակ կանոնների պահպանում եւ հետեւողական աշխատանք։ Մասնագետները հիշեցնում են, արագ արդյունքի ակնկալիքը հաճախ կարող է հանգեցնել անխուսափելի սխալների, որոնք ոչ միայն կդանդաղեցնեն աճը, այլև կարող են վտանգել ամբողջ ալիքի գործունեությունը։ Փոփոխվող ալգորիթմների եւ շուկայի պայմաններում հաջողության հասնելու համար առանցքային է դառնում որակյալ եւ վստահելի բովանդակության ստեղծումը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։